Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ դեկտեմբերի 21-ին եւ 22-ին նախատեսված միջոցառումների ընթացքում Պուտինը անհատապես կշփվի բոլոր առաջնորդների հետ, կարևորելով ոչ պաշտոնական ձևաչափի դերը երկկողմ հարցերի քննարկման համար։ Սանկտ Պետերբուրգյան հանդիպումների օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը եւ ԱՊՀ ավանդական գագաթնաժողովը, որոնց մասնակցելու նպատակով տարածաշրջանի առաջնորդները ժամանել են Ռուսաստան։ Տավուշի մարզպետարանը հրաժարվել է Սպուտնիկ Արմենիային տրամադրել Կիրանց գյուղում սահմանազատման հետևանքով Ադրբեջանին հանձնված գույքի եւ վճարված փոխհատուցումների վերաբերյալ մանրամասն տվյալներ, պատճառաբանելով, որ տեղեկատվությունը պետական գաղտնիք է պարունակում։ Ըստ լրատվամիջոցի տվյալների, գյուղի առնվազն 6 բնակիչ մինչ օրը սկզբունքորեն հրաժարվում է ստանալ առաջարկվող գումարները, չհամակերպելով տարածքների հանձնման հետ։ Հայտնի է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2 տուն կամուր միջպետական ճանապարհի մի հատված եւ ավելի քան 50 հողատարածք, իսկ փոխհատուցումների չափը որոշ դեպքերում հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։ Չնայած գործընթացի հրապարակայնությանը, մարզպետարանը չի պարզաբանել, թե հատկապես որ տվյալներն են համարվում գաղտնիք մի գործողության մեջ, որի մանրամասները նախապես համաձայնեցվել են ադրբեջանական կողմի հետ։ Երևանում հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ոսկու շուկայում, ինչպես նաև շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի բնակարանում։ Գործողության ընթացքում շուկայի տնօրենի աշխատասենյակից եւ տնից հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք, այդ թվում մակարով եւ ՏՏ տեսակի ատրճանակներ, փամփուշտներ, ինչպես նաև մեծ քանակությամբ թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու հոգեմետ տեղահաբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածով։ Զոհրաբ Ասատրյանը ձերբակալվել է։ Հաղորդվում է նաև, որ խուզարկության սկզբում շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրություն ցույց տալ իրավապահներին, ինչի հետևանքով կիրառվել է ֆիզիկական ուժ, իսկ տնօրենի կողմից շահագործվող շքեղ մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Շիրակի թեմի առաջնորդ կալանավորված Միքայել Սրբազանը, որը առողջական խնդիրների պատճառով այժմ գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, նամակ է հղել հիվանդանոցից, տեղեկացնելով, որ հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու է։ Նամակում Սրբազանը խիստ քննադատության է ենթարկել մայրաթոռում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, դրանք որակելով որպես աննախադեպ հակաեկեղեցական քաղաքականություն ու խայտառակություն, որն իր խոսքով չի եղել անգամ պատմական ճակատագրական տարիներին։ Նա զորակցություն է հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին, հորդորելով մնալ անսասան, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել մայրաթոռի միաբանությանն ու հավատավոր ժողովրդին, կոչ հանելով մնալ ամուր եւ զորավիք լինել եկեղեցուն։ Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում քաղաքացիական պաշտպանության ուժերը սկսել են փլատակների տակ մնացած զոհերի մասուկների որոնման եւ դուրսբերման լայնածավալ գործողություն։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված տների տակ ըստ պաղեստինյան կողմի դեռևս մնում է ավելի քան 9000 զոհ, որոնց մարմինները տևական ժամանակ անց արդեն քայքայված են, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։ Գործողությունն իրականացվում է տեխնիկայի խիստ պակասի պայմաններում։ Աշխատանքները հնարավոր են դարձել հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած հրադադարի շնորհիվ, որը հաստատվել է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի շրջանակներում։ Մայամիում ընթացող ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները կրում են կառուցողական բնույթ։ Ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի փոխանցմամբ հանդիպման նպատակն է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ի կողմից եվրոպական եւ ուկրաինական գործընկերների հետ իրականացված աշխատանքի արդյունքների վերաբերյալ։ Քննարկումների առանցքում է ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագիրը, որի թարմացված տարբերակում ըստ մամուլի հրապարակումների տեղի են ունեցել էական փոփոխություններ, այդ թվում ապառազմականացված գոտուց ռուսական զորքերի դուրսբերման պահանջի հեռացում եւ Ուկրաինայի զինված ուժերի թույլատրելի թվակազմի ավելացում։ Միևնույն ժամանակ նախագծում պահպանվել են ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքները եւ պայմանագրի կատարման դեպքում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման կետերը։
Միացյալ Նահանգների առափնյա պահպանությունը Պենտագոնի աջակցությամբ Վենեսուելայի ափերի մոտ արգրավել է արդեն երկրորդ նավթ տեղափոխող տանկերը, կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նեոմը հաստատել է գործողությունը, հայտարարելով, որ Վաշինգտոնը շարունակելու է պայքարել սանկցիավորված նավթի անօրինական տեղաշարժի դեմ, որն օգտագործվում է տարածաշրջանում նարկոահաբեկչությունը ֆինանսավորելու համար։ Վենեսուելայի կառավարությունը տեղի ունեցածը որակել է որպես միջազգային ծովահենության լուրջ ակտ եւ առևանգում, շեշտելով, որ գործողությունը իրականացվել է միջազգային ջրերում։ Պուտինը պատրաստ է երկխոսություն սկսել Մակրոնի հետ, դա պետք է լինի միմյանց հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն։ Եթե կա փոխադարձ քաղաքական կամք, ապա Ֆրանսիայի առաջնորդի մտադրությունները կարելի է միայն դրական գնահատել։ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը։ Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, բացատրել իր զրուցակիցներին մանրամասն, անկեղծ եւ հետեւողական։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Արաբական Միացյալ Էմիրություններում կայծակը հարվածել է Բուրջ Խալիֆային։ Արդեն մի քանի անգամ է, որ աշխարհի ամենաբարձր երկնաքերը ապացուցել է, որ եղանակային վատ պայմանները չեն ազդում իր սեյսմակայունության վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս ամսվա վերջին Ֆլորիդայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին։ Իսրայելական կողմի մտահոգության առանցքը Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության եւ ՀՕՊ համակարգերի վերականգնման տեմպերն են, որոնք վնասվել էին տարեսկզբին Իսրայելի հասցրած հարվածներից։ Ըստ NBC News-ի աղբյուրների, Նեթանյահուն մտադիր է փաստարկել, որ Թեհրանի հրթիռային ծրագրի ընդլայնումը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի համար, ինչը կարող է պահանջել արագ եւ համատեղ գործողություններ։ Թեև ուրանի հարստացման օբյեկտների վերականգնումը նույնպես գտնվում է ուշադրության կենտրոնում, Իսրայելը առավել հրատապ է համարում հենց հրթիռների ներուժի չեզոքացումը։ Դոնալդ Թրամփը հաստատել է Նեթանյահուի հետ հանդիպելու ցանկությունը, որը ըստ իսրայելական կողմի նախատեսված է դեկտեմբերի 29-ին։